Հայոց ցեղասպանությունը չսկսեց 1915 թվականի ապրիլի 24-ին։ Հայոց ցեղասպանությունը սկսել էր արդեն իսկ առաջին աշխարհամարտի մեկնարկից, իսկ առհասարակ եթե ավելի ենք հետ վերադառնում 1800-ականներից արդեն իսկ կոտորածներ էին գնում Ադանայում, Մարաշում եւ մի շարք հայկական շրջաններում։ Իսկ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվում է հայոց ամբողջ մտավորականությունը, կարելի է ասել, Պոլսում, շատերին սպանում են, շատերին քշում անապատ այնտեղ սպանում ու այստեղից է մեկնարկում զանգվածային ջարդերը եւ վճռագործությունները։ Թալյաթը պարզ էր գիտակցում, որ կայսրությունը փլուզվելու է, պատերազմը պարտվելու են եւ հայոց ժողովուրդը կարողանալու է անկախանալ եւ ունենա իր անկախությունը, բայց նրանք այս ամենը գիտակցելով հստակ ծրագիր ունեին, որ ոչնչացնեն ամբողջ հայ ազգին։ Եվ ցավոք սրտի 1,5 միլիոն հայ սպանվեց։ Միանշանակ թե Թալյաթը եւ թե մնացած վճռագործները բառի բուն իմաստով սատկեցին եւ ներկայիս դրությամբ ամբողջ հայ ազգը ունի ընդամենը մեկ խելամիտ պահանջ, որպեսի Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը եւ սրանով իսկ փակվի բոլոր հարցերը։ Միանշանակ սիրելի հայրենակիցներ ջան, Աստված լուսավորի բոլոր նահատակների հոգիները, այնինչ տեսել են նրանք, թող այլևս ոչ ոք չտեսնի, որովհետև զրկվել տնից, սպանվել անհասկանալի վայրերում, չունենալ այլևս ոչինչ, ոչ անցյալ, ոչ ներկա եւ ոչ էլ գերեզման, դա ամենադաժան վճիռն է։ Եվ ինչու՞մ էին մեղավոր այդ 1,5 միլիոն մարդիկ, ոչնչում։ Նրանք մեղավոր էին ընդամենը մեկ բանի համար, որ հայ էին։ Նրանք մեղավոր էին ընդամենը մեկ բանի համար, որ գտնվում էին Օսմանյան կայսրության վերահսկողության տակ։ Սա հարցի մեկ այլ կողմն է։ Այստեղ կարևոր միտքը մնում է ընդամենը մեկ բան, որ մենք բոլորս պետք է չմոռանանք այն, ինչ եղել է։ Որտեւ եթե մենք մոռացանք այն, ինչ եղել է, ապա դա նշանակում է, որ մենք կարող ենք հետագայում ապագայում թույլ տալ, որ կրկնվի այն, ինչ եղել է։ Հիշում ենք եւ պահանջում։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը եւ փառք մեր նահատակներին։